Սա իմ ջերմատունն է, խնդրեմ համեցեք։ Սա իմ մշակաբույսն է, կոչվում է Alstra-Media։ Ջերմատան գծամետրով 3200 քառակուսի մետր։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ծաղկի մշակությունը լայն տարածում ունի։ Տարիներ շարունակ մարդիկ կարողացել են հայկական որակյալ ծաղիկներով գրավել ռուսական շուկան։ Այս ծաղիկը մի քանի անգամ որ Ռուսաստան ուղարկել էինք, հավաքել էինք մեծ բազա, որ հայկական ծաղիկը անուն ունի ռուսական շուկայում, կապ չունի Աբովյանում աճացրած, Արմավիրում թե Արտաշատում։ Մեծ շուկա էին գրավել, մեծ պահանջարկ կար ու ջերմոցները ինտենսիվ շատանում էր։ 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին մեծաքանակ ծաղկի մուտքը Ռուսաստան միանշանակ չընդունվեց։ Ռոսսելխոզնադզորը սկսեց կասկածել, որ Հայաստանը երրորդ երկրից ներմուծված ծաղիկները վերաարտահանում է Ռուսաստան որպես հայկական։ Խիստ ստուգումներ սկսվեցին։ Որոշ խմբաքանակներում բույսերի հիվանդություններ կամ վնասատուներ հայտնաբերվեցին։ Արդյունքում արտահանումը գրեթե 90%-ով դադարեց։ Ֆերմերների շրջանում դժգոհություն առաջացավ։ 15 տարի համապատասխանում էր, հիմա ինչի չի համապատասխանում։ Կամ եթե ուզում եք մտցնեք ինչ-որ օրինական դաշտ, ինչի ծաղիկը ծաղկելուց հետո գյուղացուն կատաղցնեք։ 2024 թվականից մինչ այսօր արտադրողների մեծ մասը դեռևս զրկված է արտահանման հնարավորությունից։ Ժամանակին բավական մեծ բողոքի ակցիա բարձրացավ, միավորվեցիք, դրանից հետո ինչ-որ քայլեր արվեց։ Բացարձակ ոչ մի քայլ, ոչ զանգ, ոչ գալ, ոչ հետաքրքրվել։ Որպեսզի ստանան արտահանման թույլտվություն, գործում է կանոնակարգ, որը հսկվում է սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից, միայն թե սահմանված պահանջներն, ասում են, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Դա ընդհանրապես Գյուլնաստատի հեքիաթներն են, որպեսզի ասեն ոչ, ձեր ծաղիկը չի արտահանվելու։ Ես հարց եմ տա, եթե ֆիտոսանիտարնին գալիս է տեսնում է վնասատու չկա, բոլոր պայմաններին համապատասխանում է, դուք ինձնից ինչ եք տուալետ, խոհանոց կամ բաղնիք պահանջում, որ այդ լիցենզիան տակ։ Իսկ տեղական շուկայում մեծաքանակ ծաղկի իրացումն իսկական գլխացավանք է դարձել։ Մոտավոր հաշվարկով Արտակ Թովմասյանը մեկ ամսում կորցնում է 4 միլիոն դրամ։ Հիմա մի հատ մեծ գլխով դդումի որոշմամբ այս 5 բռնածը դառել է 60 դրամ։ Տոկոս են հաշվում, եկամուտ են հաշվում, տնտեսական աճ են հաշվում, թողան տնտեսական աճ ցույց տան։ Արտակ Թովմասյանը դեմ չէ, կարող եմ պոկել, որքան սիրտս կցանկանա, միևնույն է մի քանի օրից այս գեղեցկությունը հայտնվելու է ջերմատան հարակից աղբավայրում։ Սա գյուղատնտեսական հող է, սեփականաշնորհում է, չունի հասցե։ Այն ժամանակ տվել են 0% վարկեր, բայց մարդկանց չեն ասել, որ ձեր ջերմոցները դուք պիտի պարտադիր թուղթ ունենաք, պիտի ունենաք տուալետ, ունենաք խոհանոց, ունենաք հարմարություններ, որ լիցենզիան տան։ Հիմա ջերմոցը հասցե չունի։ Եթե հասցե չունի, բնականաբար վկայական է չունի որպես ջերմոց։ Ապօրինի շինություն։ Այս ջերմոցը օրինականացնելու համար մոտավորապես անհրաժեշտ է 12-ից 15 միլիոն դրամ, որ կառուցելուց, եսի նկատի ունեմ շինարարական նյութերը չէ, կառուցապատման համար մենք ծախսել ենք 3 միլիոն։ Հարցնում եմ, եթե քանդենք, դիմենք շինթույլտվության, նորից հավաքենք, դա այդպես լինում, ասում են այո, ասում եմ ինչու է տարբերություն, եթե 2 միլիոնով կարանք նորից զոդողներին տան քանդեն, նորից հավաքեն, դուք պահանջում եք 15 միլիոն։ Վրդովված է զրուցակիցս, ընդունված օրենքները պրակտիկ կիրառություն չունեն, իսկ արտահանման խոչընդոտները զուտ սխալ բանակցությունների արդյունք է համարում։ Ով որ խոշոր ջերմոցներ ունի, նրանք կարող են արտահանել, իսկ գյուղացիները, ով որ 3000 մետր, 1000, 500, բոլորը ապօրինի են։ Եթե պատկան մարմինների տեսնեք, թող թղթի վրա գրեն փուլ առ փուլ։ Ինչ քայլեր է պետք կամ ինչ քայլեր է արվել կամ ինչ քայլեր պետք է արվի, որ այս ծաղիկը չդառնա 10 դրամ։ Ես հնարավորություն ունեմ 200 դրամով վաճառելու։
Եթե իրանց մշակած ծրագրով ամեն ջերմոցատեր, ամեն ուղարկելուց գնա ֆիտոսանիտարնի կայանի մոտ կանգնի, հացի հերթերից ավելի մեծ հերթեր կգոյանան, հավատացեք։ Իսկ այս ամենի մասին պատկան մարմիններին հայտնելու որևէ խողովակ չկա, նույնիսկ լրատվամիջոցի անունից հանդես գալը չօգնեց։ Էկոնոմիկայի նախարարությունից մեզ պատասխանեցին, որ այս պահին տվյալ թեմայով հարցազրույց տալ չեն ցանկանում։ Սննդի անվտանգության տեսչական մարմինն էլ հարմար բանախոս չգտավ ու կրկին արտադրողը մնաց միայնակ իր հոգսերի հետ։ Առաջիկայում ծաղիկ արտադրողները կրկին կհավաքվեն, այս անգամ որոշել են կառավարության շենքը ողողել ծաղիկներով։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։